մասնակցելու եւ կան այդ բանավեճը։ Դատապարտում եք Նիկոլ Փաշինյանի այդ բառապաշարը, որ 3 խորհրդարանի կոնկրետ որ բառապաշարը։ Ոտնակող կանոն վերումներ տեղեր։ Դե խոսակցության մեջ կարելի է բանին ընդդիմախոսին պատեպատ տալ միանշանակ եւ ես հաճախ այդ նույն բանը անում եմ իմ ընդդիմախոսին, ես պատրաստ եմ պատեպատ տալ եւ որևիցե ձևով չեմ դատապարտում, ես դատապարտում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներվերը ուտելը, այս ապատեղեկատվությունը տարածելը, որ կեղծիք է, որ ինքնին անում են, բայց վարչապետին ես երկրորդում եմ, Իրանք քաղաքական դիակ են, ասեմ ավելի նախկին նախագահել չեն, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ, ոչ մի անգամ, Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվին չի ընտրվել։ Սերժ Սարգսյանի գրասենյակը չընտրված եռյակն են, էլի իրանք։ Գրասենյակները նախագահները արձագանքել են, օրինակ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Ես այդ նախագահ, իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակը չէ, իմ գրասենյակի, չգիտեմ, քարտուղարը ուղարկեք ինքը կարձագանքի, իրանք արձագանքելու մի ձև ունեն, գան խոսակցություն, իրանց նույնիսկ խմբակցությունը չի կարողանում գա և բովանդակային, ոչ թե գասի, դավաճան դուրս, չի կարողում գա բովանդակային զրույց վարի, Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բանավիճի, բովանդակային կարողանալու է բանավիճի, Սերժ Սարգսյանն է կարողանալու, թե Լևոն Տեր-Պետրոսյանն է կարողանալու, գալու է բան ասի, հետո կողքից են մնացած ասել են դուք տենց մի 100 տարի կանցնի և դուք կհասկանաք, թե ինքը ինչ նկատում է, այդ սաղին լավ ճանաչում ենք։ Հաղթած նախագահներին, ինչը չպետք է կարողանան բանավիճը։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի Այսինքն, դե թող էդ եմ ասում, շատ լավ ես ասում, բա թող գան, վարչապետը երեք ասեց, մեկը ասել է Աշոտյանը հրավիրել էր բանավեճի, թող գան, Աշոտյանը ում էր հրավիրել բանավեճի, բայց Աշոտյանի ու վարչապետի լևելները չեք նկատում, որ տարբեր երկրի ղեկավար, ես էլ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին եմ հրավիրում, թող գան իմ այդ բանավեճի, լևելների տարբերություն գոյություն ունի, քաղաքական կշռի, ով, իհարկե իրանք նախագահ են եղել, ես երկրի նախագահ չեմ եղել և երկրի ազգային ժողովի նախագահն եմ, իհարկե քաղաքական լևելով իրանք բարձր են, միանշանակ։ Ի վերջո ով է 3 ցուցում տվել խոչընդոտել։ Ես նման ցուցում չեմ տվել և ես այսօր ԿՊՑ-ի աշխատակիցների հետ զրուցել եմ, որ նման բան այլևս չկրկնվի և պետք է ասեմ, որ իրենց էլ մեղադրելի չի, որովհետև ըստ գործող կանոնակարգի ներս անցկացնել չէր կարելի որևիցե պաստառ և իրանց արձագանքելու պատճառը նաև դա է եղել և ես այսօր նաև իրենց հետ քննարկել եմ, որ մենք փոփոխություններ իրականացնենք, որպեսզի նման արգելք չլինի և եթե վիրավորանք չի պարունակում կամ սպառնալիք ակնհայտ չկա, որպեսզի որևիցե ձևով չմիջամտեն ու ես համարում եմ, որ պետք չէր երեք նման ձևով արձագանքել մի քիչ ավել էր, քան պետք էր։ Սիմոնյան, ես քիչ առաջ զրուցում էի Գեղամ Մանուկյանի հետ,